Ստեփան Ասատրյանը հիմա փաստորեն ես հետաքրքիր եղա ինքը ոստիկանների հսկողության տակ է, հա, ամբողջ եկեղեցին գնացել էինք վերջերս, նույնպես անազատ վիճակում է։ Ոստիկանության հսկողության տակ է։ Այսպես ասեմ, իրեն հավանաբար, ասենք, այսպես ասեմ, ազատություն չեն տալիս։ Ինքը ոստիկանության վերահսկողության տակ է, իր դեմ չգիտեմ ինչ ունեն, բայց ինքը իրեն իր վիճակը նախանձելու չի, իր համար շատ աղոթում եմ, ինքը շատ ծանր վիճակում է սպային։ Իր աղոթում եք իր համար։ Այո, շատ ցավալի վիճակում է, ոստիկանների այսպես ձեռքերի մեջ, ինքը ուր գնում է, հետը ոստիկաններ են գնում, ոչ իր անվտանգությունը պահելու համար, չգիտեմ ինչ պատճառներով, որտեղ ինքը այտենց անվտանգության խնդիր չունի ինքը։ Այդ ոստիկաններն էլ ասեմ անվտանգություն պահող չեն, իսկ ինքը շատ վատ վիճակում է, որ անազատության մեջ է։ Ինքը նույնիսկ մեր թեմի տերայների մի մասը մինչև կարգալույծ անելը Սրբազան հոր հանձնարարականով այցելել են իրեն, Հայր Սուրբի հետ միասին խոսել են, խնդրել են, ամեն ինչ առաջարկել են վերադառնալու, ինքը ասես մի տեսակ արցունքները աչքերին, ասես լցված, բայց չեմ կարա, ես ի վիճակի չեմ վերադառնալու, այսինքն ինքը արդեն այդ պահին ի վիճակի չէր եկեղեցի վերադառնալ եւ այն ինչի համար իրենց հետ համագործակցել էր կամ ինչի դիմաց ինքը այլևս ազատ չէր հետ գալու, ինքը չունի այն ազատությունը, թվում է թե ինքը ազատ է, բայց շատ վատ վիճակում է, իրեն շատ խղճում եմ, ինքը հայտնվել է շատ վատ վիճակում, այս պահին իրեն պարտադրում են հովանավանքում ինքնիրավչության, որը օրենքի կոպիտ խախտում է, պետությունը պարտավոր է մայրաթորի սեփականություն հանդիսացող տարանցքից ինքնիրավչությամբ զբաղվող Ստեփան Ասատրյանին դուրս բերել, բայց չի անում։ Դեռևս մի բան իրեն ոստիկաններով տանում են տուն, բերում են, ես ամբողջ հովանավանքը ոստիկանական մեքենաներ էր, ես իմ աչքով եմ տեսել։ Բերում են, այնտեղ ինքը որևէ շանս չունի իրենց ձեռքից, նույնիսկ անկարող է իրենցից փախչել։ Ես վստահ եմ ինքը շատ կուզեր փախչել, ազատվել, բայց որևէ հնարավորություն չունի, հայտնված է գերության մեջ, ապօրենի գերության մեջ է։